Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնական իրազեկությունների չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեղադրանքով։ Հետապնդում է հարուցվել նաեւ Սերժ Սարգսյանի, Սեդրակ Քոչարյանի եւ եւս 8 անձի նկատմամբ։ Այսօր խոզարկությունն է իրականացվել Ռոբերտ Քոչարյանի տանը, որից հետո նաեւ որդին Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո շտապօգնություն է հրավիրվել եւ նախկին նախագահը տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ նախկին նախագահը վերջերս բժշկական միջամտության էր ենթարկվել եւ բժիշկը հաշվի առնելով այդ հանգամանքը հավելյալ հետազոտության անհրաժեշտություն է տեսնում։ Մեղադրանքը փորձեցինք հասկանալ ինչի վերաբերյալ է եւ ինչ-որ նախորդ մեղադրանքի նման նախորդի նկատի ունեմ ընտրությունների նախորդային որ ընտրություններից հետո որ կարեցինք հնա որպես նախագահ կառավարության որոշակի որոշումներ վավերացնելու հետ կապված է ավել դետալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն ինչ որ նկարագրված առաջին հանցագործություն չի, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի, ու հիմա համապատասխանաբար մենք սա գնահատում ենք 3 հնչեցված գործընթացներում, 3-ը երեկով չի ավարտվում, էլի դրան նախորդող, դրան ամբողջ գործընթացի շրջանակներում չեմ ուզում կապեմ բացառապես տենց 3 խոսացին ու մի օրում գնացին այս ամբողջը պլանավորեցին, ըստ էության թե դե հիմա դետալները ինչ ա եղել, ոնց ա եղել, դետալները ոնց ա եղել, ինչ ա եղել, ով ինչի ա արել, մեկ վարքյան այս ավարտեմ էլի Ինչը, նորից ախր խնդիրը հետևյալն է, ավելի հավանական, եթե տենց հավանականությունների դաշտ եք ուզում, ենթադրում եմ տեղյակ ա եղել, հայտարարել է իբր թե տեն դրանից հետո գործընթաց։ Կարող է ուղիղ առնչություն չուներ, կարող է առնչություն ուներ, ամեն դեպքում հետևյալն է, այս պահին ունենք ինչ-որ մեղադրանք, փաստաթուղթ ֆորմալ, որի հետ կապված բովանդակային խնդիրներ ենք տեսնում բազմաթիվ, այդ թվում նաև նկարագրվածի հանցագործություն լինել կամ չլինելու հետ կապված։ Հիմա մնացած բաները արդեն հետագա խնդիրներում։ Ես ենթադրվում է, որ պետք է լինի, որովհետև ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար ռեժիմով, համապատասխանաբար այս պահին ավել իրականում չունեմ ավել ինֆորմացիա, մոտ ժամանակ համապատասխանաբար արդեն ավելի դետալացված կներկայացնենք, մենք բոլոր գործերով ոչ մի բան չենք թաքցնում, ոչ մի բան ինչ-որ գաղտնի չի արվում, այսինքն ըստ անհրաժեշտության ուղղակի չեմ ուզում հիմա ինչ-որ բաների մասին խոսեմ, ավարտեմ միտքս, չեմ ուզում ինչ-որ բաների մասին խոսել, որի թուղթը չունեմ, հիմնավորումը չունեմ, ենթադրությունների մակարդակով ես ներողություն եմ խնդրում, ուղղակի քանի որ հիմա մեծածավալ քննչական եւ այլ գործողություններ են գնում, ես համապատասխանաբար հիմա պետք է գնամ, բայց օրվա վերջում կամ ամենաուշը վաղվա ընթացքում կարծում եմ բրիֆինգ կկազմակերպենք, նախապես կտեղեկացնենք շտապօգնության հետ կապված, քանի որ խոսքը գնում է անձի առողջական եւ անձնական գաղտնիքի մասին, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ։ Կներեք, շնորհակալություն։ Արեգ ջան, համոզված եք, չէ՞, որ ես հիմա աշխատում եմ որպես տեխնիկան դեսնի մոտիկ, Արեգ ջան, համոզված եք, չէ՞, որ այստեղ հիմա գտնվում եմ որպես ոչ թե մամուլի պատասխանատու, որպես պարզաբանող, այլ որպես փաստաբան։ Եվ որպես փաստաբան իմ պարտականությունների ծավալը դեռ չի ավարտվել, գործողություններ կան անելու, դրա համար ես ներողություն եմ խնդրում։ Հիմա առաջնահերթ իմ պարտականությունները կատարեմ։ Ձեր աշխատանքը շատ հարգում ընդունում եմ եւ շատ կարեւորում եմ, դրա հետ կապված հավելյալ կպարզաբանեմ։ Չունեմ ինֆորմացիա, ես Դե ուրեմն գիտեք, ես Արեգ ջան, միջև հիմա գիտեք, չէ՞ որ քննչական գործողությունները խմբային չեն կատարվում, անհատապես են կատարվում ամեն անձի մասով։ Ես ներգրավված եմ պարոն Ռոբերտ Քոչարյանի որպես պաշտպան եւ համապատասխանաբար ես այդ մասով պարզաբանեցի։ Ավելի ուշ Երբ որ ավելի պարզ կլինի կհասկանանք դետալները, համապատասխանաբար ես ներողություն եմ խնդրում։ Պարոն նախագահ, ինչ գործով եք եկել հակագործություն։
Այսօր իրավապահները շուրջ 7 ժամ խոզարկություն են իրականացրել ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվող վարույթի շրջանակում խոզարկություններ եւ այլ վարույթային գործողություններ են իրականացվել մի քանի տասնյակ հասցեներում։ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խոզարկության ընթացքում առանձնապես ոչինչ չի հայտնաբերվել, իսկ խոզարկությունը կապել է իր ընդդիմադիր գործունեության հետ։ Ես կարծում այն մարդիկ, այն ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դառնալ դիմադրության օջախներ, որոնք իրենցից բան են ներկայացնում, որոնք ոնց որ ասի չեն ենթարկում, չեն համակերպվում, բոլոր այդ մարդկանց այդ օջախները փորձելու է զսպել։ Նույնը վերաբերում է թե եկեղեցու դեպքում, թե Գագիկ Ծառուկյանի մասով, թե մեր մասով, թե մնացած ու ինչի անում այս մարդը այս ամեն ինչ, որովհետև կարողանում է անել, որովհետև ավանդաբար այն կառույցները, որոնք այս ամեն ինչի հետ կապված շատ մեծ աղմուկ կբարձրացնեին, այս դեպքում ոչինչ չեն անում։ Հատկապես արևմտյան շատ կառույցներ, կազմակերպություններ, դեսպանատներ, քար լռություն։ Ոչինչ չկա։ Կատարյալ հասկանում եք, այն օրը 3 էր ազգային ժողովում։ Ասենք վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը կանգնում ասում է, ես ինչ պետք է նստի, ես ինչին պետք է ունես զրկեմ։ Ես չգիտեմ, էլի ավելի ու հաջորդ օրը մտնում են, ասենք կոնկրետ այն ում ինքը դա ասում էր, հաջորդ օրը մտնում են իր տուն մի 20 հոգի դիմակավորված այդ բաներով, ԱԱՑ-ականներով, այսինքն ավելի բան ապացույց, որ այս մարդը ապօրինի է գործում, օրենքից դուրս է, ես չգիտեմ էլ ինչա պետք դրան։ Հիմա Քոչարյան, մենք տեսնում ենք, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի դեպքում ընկերությունները խլում են, փորձում են պետականացնել, այդ դեպքում այդ վտանգը կա ձեր ընտանիքին պատկանող։ Եթե չեմ սխալվում, մեր մասով էլ հիմա ուղղակի ինֆորմացիայի բան չունեմ ժամը 7-ից։ Կարծեմ նույնիսկ Սիրուշվեի խանութներն են կապարան կնքել, եթե ճիշտ գիտեմ։ Այսինքն այս ամեն ինչը, գիտեք, իր նպատակը այն ինչ ասել է իսկականից։ Ես գիտեք երեք նաև ինչ էր ասում էր, ես չեմ թողնելու այն ինչ ունես, ժառանգեք երեխաներին, էլի։ Ես չգիտեմ ինչ կարգի մարդ պետքա լինես, որ իմ երեխուց այս չգիտեմ, ես ինչ մարդկային տեսակ է, էլի սա։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է վճարի իրենից բռնագանձման ենթակա գումարները մինչև վերջին կաթիլը։ Նա անդիմության մեղադրանքները իշխանությունների կողմից Քոչարյանի նկատմամբ վրեժխնդրության մասին անհիմն է համարել։ Ռուբինյանն անդրադարձել է նաև Քոչարյանի ընտանիքի Կասկադի հարակից տարածքի հետ կապված գործարքին, պնդելով, որ այն կապ չունի քաղաքական վրեժխնդրության հետ։ Հարգելի գործընկերներ, վերադառնալով Հայաստան խմբակցությանը, եկել մեր հարգելի գործընկերները ստեղից ասում են դադարեցրեք վրեժխնդրությունը։ Դուք վրեժխնդիր եք, դադարեք վրեժխնդրությունը։ Ժորժ ջան, մի հատ իսկ կարող եք բացատրել հետևյալ փաստի հետ ոնց է հարաբերակցվում ձեր պնդումը արմեր վրեժխնդրություն։ Օրինակ, ըստ այսօրվա հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նյութի, ասում է Քոչարյանն ու իր ընտանիքը, ըստ մեղադրանքի, էլի, արել են մի հատ տարածք Կասկադի կողքը։ Այդ տարածքը 2 հեկտար։ Ասում է գնել են 40 միլիոն դրամով, 40 միլիոն դրամով։ Ասում է հետո այդ տարածքը, որ 40 միլիոն դրամով առել են, փոխանակել են էլի 2 հեկտար չափսով պետական տարածքի հետ, որը վաճառել են ուշադրություն 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Այսինքն 1 միլիարդ 700 միլիոն դրամ օգուտ են ունեցել։ Խնդրում եմ ինձ բացատրեք։ Ինչ կապ ունի ստեղ վրեժխնդրությունը, ինչ կապ ունի ստեղ ազգային արժեքները, թուրքը, չգիտեմ, դավաճանը, ինչ ասեմ, Կտրիչ Ներսիսյանը, մեր ազգային եկեղեցի, մեր արժեքները, մեր դրոշեիսի, ինչ կապ ունի այս ամեն ինչը նրա հետ, եթե ձեր առաջնորդի ընտանիքը ըստ մեղադրանքի առել է մի հատ տարածք 40 միլիոն դրամով, փոխանակել է ուրիշ տարածքի հետ, որը վաճառել է 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Տիկին Գրիգորյան, դուք սիրում եք գալ ստեղ, ասենց էլի են ձեր կելքոտ ելույթներից ունենաք։ Ձեր ելույթներն էլ պակաս կելքոտ չեն, Տիկին Գրիգորյանի դեպ։ Եկեք բացատրեք, խնդրում եմ, օրինակ կարող եք գալ եւ մեկ հոդաբաշխ բացատրություն տալ։ Ոնց է հնարավոր, որ տարածքը առնում ես 40 միլիոն դրամով, փոխանակում ես մյուս տարածքի հետ նույն չափսի, որը պետական է, ու վուալյա 1 միլիարդ 700 միլիոն դոլար քյար ես անում։ Բացատրեք դրամ, հա, ներողություն։ Բացատրեք։ Բացատրեք, այդ ոնց է հնարավոր։
Ընդհանրապես դուք չեք հոգնել այդ ազգային արժեքները ձեր առաջնորդի ենթադրյալ Գողոնի Վահանի վերածելուց։ Չեք հոգնել։ Հայրենասեր եք, ազգային արժեքները ձեզ հետաքրքիր են, հա։ Հետաքրքիր են, արդարությունը ազգային արժեք, հա։ Արդարադատությունը ազգային արժեք, հա։ Եկեք պաշտպանեք այդ արժեքը։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար նոր թեկնածու է շրջանառվում ամենայն հավանականությամբ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ըստ փաստի Սաֆարյանի թեկնածությանն առավել հակված է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, քանի որ նա համակարգում է նաև Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ուղղությունը։ Միաժամանակ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Ըստ աղբյուրի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում եւս նոր թեկնածու կա, սակայն նրա անունը դեռևս հայտնի չէ։ Նախկին падգամավոր Տիգրան Աբրահամյանը հակադարձել է Սուրեն Պապիկյանի բանակում մահվան դեպքերի վերաբերյալ հայտարարություններին։ Նրա խոսքով 2015 թվականի եւ այսօրվա ցուցանիշները պարզապես թվերով համեմատելը սխալ է, քանի որ փոխվել են բանակի թվաքանակը, անվտանգային իրավիճակն ու վիճակագրության հաշվարկման մեթոդաբանությունը։ Աբրահամյանը նշել է, որ 2015-ին բանակի անձնակազմը մոտ 35-ից 40%-ով ավելին էր, իսկ այս տարիներին իրավիճակը բնութագրում էր մշտական լարվածությամբ եւ դիվերսիոն պատերազմով։ Նա քննադատել է մահվան դեպքերը ծառայության հետ առնչություն ունեցող եւ չունեցող խմբերի բաժանելու մոտեցումը, պնդելով, որ դա դժվարացնում է տարիների ցուցանիշների համադրումը։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Արսեն Ջուլֆալակյանը քննադատել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության շուրջ իշխանությունների գործողությունները։ Նա գրել է, որ եթե որևէ մեկը ուրախ է, որ հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս հայրենիք ազատագրող նախագահին, ապա բանականության հետ խնդիր ունի։ Ջուլֆալակյանը նաև նշել է, որ այդ գործընթացների հետևանքով հետևողականորեն քանդվում են պետականության հիմքերը։ Նա գրառումն ավարտել է հիշեցնելով, որ Արցախի 3 նախագահները գտնվում են Բաքվում, մեկը Երևանում։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Մարիան Նաղահրամանյանը Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների ձերբակալությունը կապել է իշխանության քաղաքական հրահանգների հետ։ Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 8 տարի իրավապահներին ուղիղ ցուցումներ է տալիս եւ Քոչարյանների ձերբակալությունը դրա հերթական դրսևորումներից է։ Դուք լսեցիք երեկվա նրա ուղերձները դատաիրավական համակարգին եւ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են սկսում։ Ես սա գնահատում եմ այդ նույն շարքից, ամեն ինչ արդեն այնքան ակներև է եւ այնքան պարզ է, որ ինքներդ ամեն ինչ տեսնում եք։ Տիկին Ղահրամանյան, երեք ձեր ֆրակցիան ի նշան բողոքի հերթական անգամ դուրս եկավ նիստերի դահլիճից, երբ վեհափառի անունը սխալ հնչեցվեց, եւ այսօր հետ եք վերադարձել, դա նույնպես շահարկման առիթ է տալիս ԿՊԱ-ականներին, ինչով է պայմանավորված ձեր վերադարձը ու ասում են, այսպես ամեն անգամ, երբ որ հնչի այդ անունը, պիտի ամեն անգամ նույն գործողությունների դիմեք, մինչև երբ։ Գիտեք, ես չեմ մեկնաբանի այն, թե ԿՊԱ-ականները ինչ են ասում, իրենք ամեն բան կարող են ասել, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը տեսնում է, թե ինչպիսին է իրականությունը եւ կարծում եմ սեփական դատողություններն ու վերլուծությունները անելու կարողություն ունի, ինչ վերաբերում է մեր վարքագծին, այո, ամենայն Հայոց կաթողիկոսին ավազանի անունով դիմելը մենք համարում ենք մեր հոգեվոր կրոնական զգացմունքները վիրավորող գործողություն եւ միտումնավոր արված գործողություն եւ երեկվա մեր պահվածքը, այսինքն դահլիճը լքելու փաստը հենց դրանով էր պայմանավորված, դա անհամաձայնություն էր այդ վարքագծին եւ դուք գիտեք, որ քաղաքական իշխանությունը հետևողականորեն ազգային ինքնության հենասյուն հանդիսացող հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ է սկսել Նիկոլ Փաշինյանի բերած ծրագրում նույնիսկ այդ հակասահմանադրական կետը ներառված է, ես ուզում եմ հիշեցնել, թե որտեղից սկսվեց այդ ամենը, դուք շատ լավ հիշում եք, որ այդ արշավը եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսվեց, երբ Փաշազադեն հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, իսկ երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության բացահայտեց դա եւ խոստովանեց, որ խնդիրը ըստ էության Արցախի Արցախ վերադարձի, Արցախի մշակութային ժառանգության պաշտպան, թույլ տվեք ավարտել, Արցախահայերի վերադարձի
մշակութային ժառանգության պահպանության խնդիրները հայ առաքելական եկեղեցու կողմից բարձրաձայնելն է եւ դուք հիշում եք, որ այդ արշավի մեկնարկից առաջ Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսը հանդես էր եկել հենց այդ օրակարգով, այսինքն սա էլ արձանագրենք, այնինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ, դա եւս արտաքին օրակարգի սպասարկում է եւ մեր ազգային հենասյուները խարխլող մի արշավ է։ Տիկին Վահրամանյան, այսօր ինչու էր պայմանավորված բավականին ուշ ներկայանալը ձեր խմբակցության։ Դա խմբակցության որոշումն էր, մենք նպատակահարմար ենք գտել վերադառնալ խորհրդարան եւ մեր երեկվա քայլը, մեր երեկվա դեմարշը ամենևին չէր նշանակում, որ մենք այլևս խորհրդարան չենք վերադառնալու, մենք ինչպես նշել ենք, մեր օրակարգը անփոփոխ է, մենք այդ օրակարգի շրջանակում շարունակում ենք պայքարը, ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս օրենքով եւ սահմանադրությամբ չարգելված բոլոր միջոցները։ Մասնակցելու եք կառավարության ծրագրի քննարկումներին Դե քննարկումները, ինչպես տեսնում եք, արդեն ավարտին են մոտենում, մի քանի ելույթ է մնացել, կան խմբակցության անունից ելույթներ եւ ապա կլինի քվեարկություն, այդ մասով դեռ որոշում չունենք, կմասնակցենք քվեարկությանը, թե ոչ։ Դուք արդյոք մտավախություն չունեք, որ նորից ելույթների ժամանակ վեհապար Հայրապետին կդիմեն Ավազանի անունով, ամփոփի ելույթի ժամանակ նույնպես, դեպքում դուք ինչպես ձեզ կպահեք։ Դե իրենք կարող են շարունակել այդ սադրիչ գործողությունը, որովհետև իրենք գիտեն, որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից լինելու է համապատասխան արձագանք, ես կրկնեմ, դա ուղղակի հենց այնպես հարված չէ սեղանին, մենք տվյալ իրավիճակում գտել ենք, որ դա է անհամաձայնություն արտահայտելու միջոցը, նորից եմ կրկնում, Ավազանի անունով վեհապար Հայրապետին դիմելը վիրավորում է տասնյակ հազարավոր, 100 հազարավոր հայ քրիստոնյաների հոգևոր զգացմունքները։ Տիկին Ղարամանյան, չեք կարծում, որ ձեր այդ դեմարշը իրենք շուռ են տալու ձեր դեմ եւ ամեն անգամ, երբ իրենք ուզեն, որ դուք դահլիճից դուրս գաք, իրենք այդ քայլին են դիմելու ու դուք ստիպված արդեն դուրս եք գալու դահլիճից։ Հակառակ դեպքում, եթե այլ վարքագիծ դրսևորեք, իրենք կհամարեն, որ դուք արդեն հաշտվել եք այդ իրավիճակի հետ։ Ես չեմ կարծում, որ մեր գործիքակազմերը ԿՊՆ որոշելու կախված համապատասխան իրավիճակից կընտրվի համապատասխան գործիքակազմ եւ կկայացվի համապատասխան որոշում, ԿՊՆ չի կարող մեզ թելադրել, թե երբ լինել դահլիճում, երբ դուրս գալ դահլիճում եւ ինչ անել, մեր գործողությունները որոշում ենք մենք։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված կատարվածի մասին կուզենամ լսել ձեր գնահատականը, հաշվի առնելով, որ 3 հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը ուղիղ Լևոն Քոչարյանն ասաց, որ հորը ժառանգությունը չես ստանալու, ես ձեզ դատելու եմ, եւ առավոտյան Ալֆա-ջոկատը արդեն Լևոն Քոչարյանեն տուն էր հայտնվել, սա քաղաքական ուղիղ հրահանգ չէ իրավապահ մարմիններին։ Ես շփազրույցի առաջին հատվածում գնահատական հնչեցրեցի, այո, դա քաղաքական հրահանգ է, դա առաջին դեպքը չէ, երբ գործադիրի ղեկավարը Facebook-ով, շփազրույցում, հայտարարություններով եւ այլ տարբերակներով ուղիղ ցույցում է տալիս իրավապահ մարմիններին, արդեն 8 տարի է Հայաստանում ցավոք դատաիրավական համակարգը գործիք է դարձել գործող իշխանության ձեռքին եւ այդպես իշխանությունը փորձում է ճնշել իր ընդդիմախոսներին, փորձում է լրացնել ընդդիմախոսներին, սա գնահատում եմ այդ շարքից։ Հիմա դուք վերադառնալու եք նիստերի դահլիճ եւ շարունակելու եք ձեր գործունեությունը, ասես ոչինչ չեղել, թե այլ գործողություններ հետևելու։ Այս պահին մենք խորհրդանում ենք, հիմա ընդմիջման ժամ է, մենք կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում։ Ագնեսա Խամոյանը Քոչարյանի թոռների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել գրելով, որ նրանք առավոտյան բարի գալուստ ՔԿ եւ ԱԱԾ գրությամբ դիմավորել են իրավապահներին։ Խամոյանի խոսքով այս ցուցանակը խոսում է քաղաքական ճնշումների սպասված լինելու մասին։ Նա պնդել է, որ իշխանությունն ուժային եւ իրավապահ կառույցները դարձրել է քաղաքական գործիք։ Ուժայիններով սպառնալը վախկոտության նշան է, գրել է ընդդիմադիր պատգամավորը։